Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր ապրիլի 12-ն է եւ սա թվով մեր արդեն երկրորդ հաղորդումն է։ Էլի մի քանի հարց կարևոր եղավ քննարկելու, դրա համար որոշեցի պատրաստել մեր այսօրվա երկրորդ հաղորդումը, հնարավոր է նաեւ երրորդը ունենանք, տեսնենք թե ինչ կտեղի ունենա Հունգարիայում եւ սկսենք նաեւ Հունգարիայից, քանի որ Հայաստանից խոսելու այս բայդարությամբ ոչինչ չկա։ Մենք մեր նախորդ հաղորդման մեջ Հայաստանում տեղի ունեցողին արդեն անդրադարձել ենք։ Միանգամից սկսենք ընտրություններից, որը որ հիմա անցկացվում է Հունգարիայում, նախքան դա հիշեցնեմ լայքերի համար, իրոք դա շատ է օգնում յուրաքանչյուր մեր հաղորդման տարածման համար։ Ուրեմն երևի տեղյակ եք արդեն, որ այսօր Հունգարիայում, այսինքն 2026 թվականի ապրիլի 22-ին տեղի ունենում խորհրդարանական ընտրություններ եւ փաստացի վերջին տասնամյակներում առաջին անգամ է, որ բավականին բարդ դժվար իրավիճակում է հայտնվել Վիկտոր Օրբանը եւ իր կուսակցությունը պոլիտիկոյի տեղեկություններով հավանականությունը շատ մեծ է, որ ՏԻՍԱ կուսակցությունը Մադյարի գլխավորությամբ կարողանա ստանալ խորհրդարանում մեծամասնություն Հունգարիայի։ Մենք երեք նաեւ տեսանք, թե ինչ մեծ բազմահազարանոց 100,000 մարդիկ, 100,000-ավոր մարդիկ դուրս էին եկել փողոց աջակցելու իրենց քաղաքական առաջնորդին, այսինքն ընդդիմությունը փաստացի կարող է հաղթանակ տանել այս անգամ Օրբանի նկատմամբ, ասեմ, որ հարցումները նույնպես այդ մասին են վկայում, բայց կամ մի շատ հետաքրքիր բայց, այսինքն այս տասնամյակների ընթացքում Օրբանը այնպիսի մի համակարգ է ձևավորել Հունգարիայում, որ ընտրությունների արդյունքը բացարձակ մեծամասնությունով չի որոշվելու։ Ամեն շրջան իր ձայնը ունի, իր ձայնի հնարավորություն եւ բացարձակ մեծամասնությունով ընտրություններում դժվար է հաղթանակ տանել։ Դրա պատճառով հնարավոր է շրջանների ընտրության արդյունքների համաձայն Մադյարը այնուամենայնիվ եւ իր կուսակցությունը, ՏԻՍԱ կուսակցությունը չկարողանա ստանալ բացարձակ մեծամասնություն։ Բայց, ինչպես արդեն նշեցի, պոլիտիկոյի տեղեկություններով հավանականությունը շատ մեծ է, որ հաղթանակը տանի Մադյարը, այսինքն Օրբանը կարող է դուրս ընկնել խաղից եւ պարտություն կրել։ Կարևոր է նշել, որ 15:00-ի դրությամբ Հունգարիայում արդեն քվեարկության մասնակցել է 66% ընտրող։ Սա ռեկորդային թիվ է։ Վերջին տասնամյակներին այսպիսի ռեկորդային թիվ Հունգարիայում չի գրանցվել։ Առնվազն 15-16 տարվա տվյալները կան եւ ամենամեծ ցուցանիշը հիմա այս պահի դրությամբ է։ Դրանից բացի կարևոր է նշել, որ 200 միջազգային դիտորդ հետևում է ընտրություններին Հունգարիայում եւ կան բազմաթիվ փորձագետներ, որոնք որ ասում են, թե եթե Օրբան այս անգամ էլ կարողանա հաղթանակ տանել, դա արդեն Հունգարիայի վերջն է լինելու այն իմաստով, որ Հունգարիան ամբողջովին կարող է կլանվել Ռուսաստանի կողմից եւ Եվրամիության հետ արդեն շատ վատ կլինեն իր հարաբերությունները Օրբանի եւ հիմա էլ ահա որ շատ բարդ են, բայց մեծ խնդիրներ կունենա մի խոսքով Հունգարիան եւ դրանից հետո արդեն ընտրություններով կարող է հարցը չփոխվի, չլուծվի։ Դրա համար այս ընտրությունների վրա շատ ու շատ մեծ ուժեր են կենտրոնացված եւ շատերը Հունգարիայում համարում են, որ սա իրենց ազգային ազատագրական պայքարի նման մի բան է, այս ընտրություններով որոշվելու է իրենց երկրի ապագան, ինչպես որ նախկինում իրենք համընդհանուր ժողովրդական շարժումով դուրս եկան ընդդեմ խորհրդային միության, դրա հետ են համեմատում այս կոնկրետ ընտրությունները եւ երեկվա տեղի ունեցած ցույցը։ Կարևոր է նաեւ նշել, որ 19:00-ին են ավարտվում Հունգարիայում ընտրությունները եւ արդեն 20:00-ին տեղական ժամանակներով մեզ կարող է դառնան առաջին արդյունքները հայտնի։ Տեսնենք, շատ հետաքրքիր է իրոք հետևելու տեսնել, թե ինչ տեղի կունենա Հունգարիայում։ Հաջորդ թեման բնականաբար վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իրանին։ Մի քանի խոսքով անդրադառնանք երեկվա բանակցություններին, քանի որ կարևոր հետաքրքիր տեղեկություններ են հիմա մեզ հայտնի դառնում, եւ հետո արդեն խոսենք, թե ինչ նոր որոշում շատ հետաքրքիր եւ կարևոր կայացրել է Թրամփը։ Սա ես կասեի արդեն նոր փուլ է այս պատերազմի մեջ,
այն փոքրիկ շատ դադար էր եւ արդեն մենք ականատես ենք լինում պատերազմի նոր փուլին։ Ուրեմն հայտարարությամբ է հանդես եկել Գալիբաֆը, Իրանի խորհրդարանի ղեկավար Գալիբաֆը Իրան-ամերիկյան բանակցությունների մասով։ Նրա խոսքերով իրենք ունեին բարի կամք, որպեսզի այս հակամարտությունը, այս պատերազմը կարգավորվեր դիվանագիտության միջոցով, իրենք ինչպես ռազմական գործողություններն են նախընտրում, այնպես էլ դիվանագիտությունը, բայց ասում է, որ հաշվի առնելով մեր նախկին փորձը եւ այն, որ մենք արդեն ամերիկացիներին չենք վստահում, դրա համար չհաջողվեց հասնել պայմանավորվածությունների։ Կարևոր է նշել, որ չնայած նրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը արդեն հետ է վերադարձել, տեղեկություններ կա եւ այդ տեղեկությունները հայտնում է Al Arabian, որ Կուշները եւ Պիտկոֆը այնուամենայնիվ գտնվում են Իսլամաբադում, իմիջիայլոց Իրանը այսօր երկու տանկեր է Պակիստանի երկու նավթով բեռնված տանկերների է թույլ տվել անցնել Հորմուզի նեղուցով որպես երախտագիտություն այս բանակցությունների կազմակերպման համար։ Դրանից բացի չինական նավերին նույնպես թույլ է տրվել անխոչնդոտ անցնել Հորմուզի նեղուցով, բայց հիմա այլ իրավիճակ է, դրան էլ կանդրադառնանք։ Ուրեմն կա ուրիշ հետաքրքիր մեկ տեղեկություն եւ այդ մասին հայտնում է թուրք լրագրող Չետիներ Չետինը եւ խոսքը նրա մասին է, որ բանակցությունների ժամանակ Իսլամաբադում Աբբաս Արաքչի եւ Վիտկոֆի միջև շատ լարված խոսակցություն է եղել եւ կարելի ասել մազեր մնացել, որ միմյանց միջև բախում տեղի ունենար, այսինքն ծեծկարտուկ տեղի ունենար։ Կոնֆլիկտը սկսվել է նրանից, որ Վիտկոֆը ասել է, թե դուք ամեն դեպքում պետք է բացեք Հորմուզի նեղուցը հրամայական ոճով, ինչին Արաքչին պատասխանել, թե դուք հնարավորություն ունեիք 40 օրվա ռազմական գործողությունների ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, այլևս նման հնարավորություն չունեք եւ դրա պատճառով սուր կոնֆլիկտի առաջացել։ Արաքչին պնդել է, մենք գտնվում ենք բանակցությունների սեղանի շուրջ եւ ոչ թե այնտեղ, որտեղ որ հրամաններ են մեզ արձակելու, եւ դրանից առաջացել է այդ կոնֆլիկտը։ Այսինքն նույնիսկ այս տեղեկությունները վկայում են այն մասին, որ բավականին բարդ ու լարված է իրավիճակը, նույնիսկ դա զգացվում է բանակցությունների ժամանակ, հասարակ բանակցություններ չեն փաստացի տեղի ունենում եւ շատ լարված է։ Եվ հիմա մենք տեսնում ենք արդեն Թրամփի ջղաձիգ հայտարարությունները եւ որոշումները, ես անկեղծ ասեմ, առաջին փուլով ավարտի այս պատերազմի շատ դժգոհ եմ, քանի որ հասկանում եմ մեկ բան եւ փորձում եմ նաեւ ցես սիրելի հայրենակիցներ իմ մտքերը ներկայացնել, խոսքը վերաբերում է նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդքան էլ դրական եւ լավ իրավիճակում չեն գտնվում այս պահի դրությամբ, ինչը ինձ մոտ շատ լուրջ մտահոգություններ առաջացնում, քանի որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը թուլանան տարածաշրջանում, միանշանակ դա շատ վատ կազդի մեր վրա, մի անգամ չէ որ ասել եմ։ Դրա համար ես կարծում եմ, որ այս կոնֆլիկտի շարունակությունը, բայց նաև ռիսկային է մեզ համար, բայց նույն ժամանակ հնարավորություն է, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանա իր դիրքերը վերականգնել տարածաշրջանում։ Դրա համար ես այս ձև եմ արտահայտվում։ Թրամփին հարցրել են. Չինաստանը զենք է տալիս Իրանին, եւ Թրամփը պատասխանել է, որ եթե նման բան տեղի ունենա եւ Չինաստանը զենք մատակարարի Իրանին, դա Չինաստանի համար կլինի շատ մեծ խնդիր, շատ մեծ խնդրի առջև կկանգնի Չինաստանը։ Հստակ սպառնացել է Թրամփը Չինաստանին։ Դրանից հետո Թրամփը ակնարկ է արել նաև, որ հնարավոր է ընդհանրապես Իրանը վերցնեն ծովային շրջափակման մեջ, ինչպես որ դա արեցին օրինակի համար Վենեսուելայում, եւ Ջերալդ Ֆորնել գտնվում է հիմա ոչ շատ հեռու Իրանի ափերից։ Եվ ամենավերջին եւ կարևոր հայտարարությունը Դոնալդ Թրամփի դա արդեն վերաբերվում է կոնկրետ թե ինչ գործողությունների հիմա դիմում Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Թրամփի խոսքերով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցի շրջափակման գործընթացը։ Այսինքն, եթե նախկինում Թրամփը ասում էր, որ ապա շրջափակեք, հիմա տեսավ, որ բարդ է դա իրականացնել։ Իրան ասում է, որ մենք ականապատել ենք, տեխնիկական խնդիրներ կա նաև, այսինքն չեն ուզում բացել եւ ասում են, որ եթե փող տաք, վճարեք $2 միլիոն, գիտեք, դրա մասին ենք խոսել, ապա այդ նավերը կանցնեն,
բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամտերիմ դաշնակիցներին արգելվում է անցնել Հորմուզի նեղուցով, դրա համար Թրամփը որոշում է կայացնում ինքը արդեն շրջափակման մեջ վերցնել Հորմուզի նեղուցը։ Թրամփը ասում է, որ նաև հրահանգել է մարգել միջազգային ջրերում գտնվող յուրաքանչյուր նավի մուտքը, որը տուրք էր վճարում Իրանին, այսինքն ով որ վճարել է Իրանին անցումի դիմաց այդ $2 միլիոն, նրանց մուտքը ընդհանրապես Հորմուզի նեղուց Թրամփը արգելում է։ Անօրինական տուրք վճարողը չունենա բաց ծովում անցնելու հնարավորություն։ Թրամփի խոսքերով իրենք նաև կսկսեն ոչնչացնել նեղուցում իրանցիների կողմից տեղադրված ականները։ Եվ Թրամփը վերջում նաև ասում է այն, որ երբ որ այդ գործողությունները ավարտվեն, այդ ժամանակ արդեն Հորմուզի նեղուցը բաց կլինի միջազգային նավարկության համար։ Այսինքն, ինչ է անում Դոնալդ Թրամփը։ Քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսան, որ Չինաստանը անխոչնդոտ ձևով կարողանում էր իր տանկերներով նավթ տեղափոխել, չասենք լրիվ անխոչնդոտ, բայց Չինաստանին Իրանը չէր արգելում, Պակիստանին չարգելեց բանակցությունների հետ կապված, Հնդկաստանին չէր արգելում եւ ահա Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշեց շատ մի լուրջ ճնշում գործադրել Չինաստանի վրա, քանի որ Չինաստանը բավականին լուրջ կախվածություն ունի նաեւ Հորմուզի նեղուցից։ Ինչ է ստացվում, որ այս պատերազմով Չինաստանը շատ քիչ էր տուժում եւ Չինաստանին լրիվ ձեռք էր տալիս այս իրավիճակը, բայց երբ որ հիմա արդեն շրջափակման մեջ է վերցնում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ոչ մեկին չի թույլ տալու, եթե Թրամփը իրոք այդպես վարվի, մենք իր հայտարարությունները եւ իրական գործերը տեսել ենք, բայց ես կարծում եմ, որ այս անգամ պետք է նման լինեն իր հայտարարությունները իրական գործերի, այսինքն Չինաստանին շատ բարդ իրավիճակի մեջ են դնում եւ այստեղ ահա կարող է փորձել ակտիվանալ նաեւ Չինաստանը, ստիպված լինել ակտիվանալ, դրանից բացի կարող է ստիպված փոխել իր մոտեցումը այս հակամարտության մասով։ Եւ դրանից բացի ընդհանուր գլոբալ ռազմական գործողությունների հավանականությունը եւս ես չեմ բացառում, այսինքն այդ 14 օրով հրադադարը հայտարարված էր, ես չեմ տեսնում արդեն որևիցե պատճառ, որ հրադադարը պահպանվի, չնայած, ինչպես արդեն նշեցի, Վիտկոֆը եւ Կուշները դերևս գտնվում են Իսլամաբադում եւ տեղեկություն նաեւ չունենք, այսօք վերադարձել են, թե չէ Գալիբաֆը եւ Արաքչին։ Եվ հետաքրքիր մի հատ տեղեկություն ունենք մենք Իսրայելից։ Իսրայելի գլխավոր շտաբի ղեկավարը հրահանգել է Ցախալին, հրահանգել է զինված ուժերին կրկին բարձր պատրաստվածություն ունենալ, քանի որ այս բանակցությունները արդեն տապալվեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ եւ պատրաստ լինել ռազմական գործողությունների, այսինքն հիմա արդեն հստակ հրահանգ է տրված Իսրայելում զինված ուժերին, որպեսզի նրանք պատրաստվեն պատերազմի վերսկսմանը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։